Պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր այս դահլիճում մենք հավաքվել ենք, որպեսզի քննարկենք մեր հասարակության համար շատ կարևոր ծրագիր, կառավարության ծրագիր, որից կախված է մեր հասարակության, մեր երեխաների, այո, մեր ընտանիքների ապագան, բայց չենք հավաքվել այստեղ ձանձրախոսելու։ Ի վերջո պետք է բոլորս գիտակցենք, որ սա Հայաստանի Հանրապետության գլխավոր քաղաքական ամբիոնն է։ Եթե մեր նպատակը իրար վիրավորելն է, ապա դա որևէ տեղ չտանող ճանապարհ է։ Եթե մեր նպատակը ավելի բարձր հայհոյանքներ տալն է, ապա դա խոսում է մեր պլինտուսի ցածր մակարդակի մասին, նրանց, ովքեր դրա մասին են խոսում։ Լավ, ինչքան կարելի է նույն բանն ասել։ Եթե ձեզ թվում է, որ նույն բանը կրկնելուց, նույն անհետեթությունը 20 անգամ կրկնելուց հետո ձեր ժողովրդականությունը, հարգանքը ավելանում է, չարաչար սխալվում եք։ Ժողովուրդը մի անգամ էլ եմ ասել, մեզնից սպասում է կոնկրետ գործ։ Այդ բարձր սիրուն բառերով, պոպուլիստական հայտարարություններով ժողովրդի մատից փուշ չենք անում։ Եվ այսօր մենք պետք է քննարկենք քաղաքական շեշտադրումներով ծրագրի առաջնահերթությունը։ Իսկ ո՞րոնք առաջնահերթությունները։ Ի տարբերություն ձեզ, թե քաղաքական մեծամասնությունը, թե կառավարությունը վարչապետի գլխավորությամբ, թե ազգային ժողովի ղեկավարությունը, այո, ականջալուր է, բայց ականջալուր է առողջ եւ ողջամիտ առաջարկներին, ոչ թե Գյուլնաստատի հեքիաթներին։ Ես շատ ուրախ եմ, որ ընդդիմության շարքերում կան մարդիկ, ովքեր որ այս ամբիոնից կառուցողական առաջարկներ են անում, ովքեր որ տեսնում են ի տարբերություն ձեզ եւ որոշ ձեր գործընկերների այն առաջընթացը, որը արձանագրել է այս նոր կառավարությունը ընդամենը 1 ամսվա ընթացքում։ Բայց մենք այստեղ չենք հավաքվել իրար վարկաբեկելու։ Համոզված եղեք, եթե մենք գնանք այդ ճանապարհով, դուք պետք է գիտակցեք, որ ապակե տան մեջ ապրողը չպետք է մեր վրա քար նետի։ Եթե բռունցք եք ուղղում մեր դեմ, ախր բռունցք էլ պետք է ստանաք։ Ասում ենք մեծահոգի ենք։ Մենք չենք եկել այստեղ կռիվանելու։ Հիշեցի փղի ու մրջունի պատմությունը։ Այս կառավարության ծրագիրը իրատեսական է։ Իրատեսական է, որովհետև չկա մի ոլորտ, որտեղ մենք դրան չենք անդրադարձել։ Ես այսօր սպասում եմ, որ ընդդիմության իմ գործընկերները կներկայացնեն առաջարկություններ, կներկայացնեն խիստ քննադատություն, բայց մի մասն ասում է, ինչ ուզում արեք, մենք ձեզ հետ չենք համագործակցելու, մի մասն եկել Գյուլնաստատի հեքիաթներ է պատմում, մի համագործակցեք, մեզ եք վատություն անում, թե ժողովրդին, ձեզ եք վատություն անում, մենք ասում ենք եկեք համագործակցեք, որպեսզի ձեզ լուսանցքից հանենք բերենք քաղաքական դաշտ։ Քաղաքական մերժողականությունը, բոյկոտը, նման պահվածքը, հայհոյանքներով խոսելը, խոսում է փաստերի բացակայության մասին։ Խոսում է, որ ձեր տեղը քաղաքական դաշտը չէ։ Շնորհակալություն։ Ելույթի համար Ստեփան Դեմիրճյան։